Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Հումանիտար գիտությունները չափազանց կարևոր դեր են խաղում պետության, հասարակության կյանքում։ Պայմանավորվածության հանգամանքով, թե ինչպես են այդ առարկաները դասավանդվում դպրոցում եւ բուհերում, այս կամ այն կերպ ձևավորվում է քաղաքացիական հասարակությունը եւ այդ առումով այդ առարկաների դերը սկզբունքային է պետության անվտանգության համար եւ հետագա տնտեսական զարգացման։ Այսօր ես ստուդիա եմ հրավիրել Ռուս-հայկական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հովհաննես Սարգսյանին եւ մենք կզրուցենք այս թեմաների շուրջ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալություն հրավերքս ընդունելու համար։ Երևի սկսենք ամենահիմքից։ Դերը այդ առարկաների, հասարակական առարկաների, երևի դպրոցից, ինչպես է փորձում ձևավորել ապագա քաղաքացուն եւ այսօր ինչպիսի արդիական խնդիրներ կան այդ ուղղությունների մասնագետների առջև, ինչպես գիտնականների, այնպես էլ դասախոսների եւ ուսուցիչների կերտելու համար ապագա Հայաստանի քաղաքացուն։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ձեր հարցը խիստ կարևոր եմ համարում։ Այստեղ երկու շերտից թվում է պետք է առանձնացվի, առաջի հերթին խոսքը գնում է հասարակական հումանիտար գիտության մասին, մի շերտը, մյուս շերտը կրթության մասին եւ հանրակրթական, դպրոցային, այսինքն մակարդակում եւ նաեւ ինչու՞ չէ համալսարանական մակարդակում։ Մեր կարծիքով դրանց դերը վիթխարի է, ընդհանուր առմամբ հասարակության զարգացման, ինչպես դուք նշեցիք, քաղաքական, քաղաքացիական, իրավական, մշակույթի, գիտակցության ձևավորման առումով, այլ հարցը, թե մեր իրականությունում որքան է դա գիտակցվել, որքան է զարգացել անկախության տարիներին, որովհետև մենք լավ երևի հիշում ենք, որ մեծ սերունդը, որ ԽՍՀՄ ժամանակ հասարակագիտություն այսպեսի առարկա կար դպրոցում եւ որի դերը բավականին կարեւոր էր, այլ հարցը, որ դա գաղափարականացված էր, խոսացված համակարգ էր, այսինքն ներկայացվում էր կոնկրետ մեկ համակարգ հասարակագիտական, խոսքը գնում է մարքսիզմ-լենինիզմի այսպես կոչված համակարգի։ Պարտիայի ազդեցությունը ամենուրեք է։ Թե դա էլ վատ կուրս չէր, բայց ինքը միակողմանի էր, այսպես ասենք, այսինքն եղած հնարավոր տարբերակներից այս մի տարբերակն էր, որը գաղափարախոսությունն էր, որի մեջ ներառվում էին այսպես կոչված մարքսիստական փիլիսոփայությունը, հատկապես կարևոր էր հասարակության վերաբերող պատմական, այսպես ասած, մատերիալիզմը, քաղաքական տնտեսությունը հանրահայտ եւ այլն։ ԽՍՀՄ փլուզումից հետո անցումը դեպի նոր համակարգ, արդեն շատ լայն, կարելի ասել, բովանդակությամբ տարբեր նոր հասարակագիտական համակարգի մեր մոտ դպրոցական մակարդակում փաստորեն նորմալ տեղի չունեցավ, նախ առաջին տարիներին ընդհանրապես այդ առարկան չկար, դեռ 80-ականների վերջին Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ այդ առարկան փաստորեն դադարեցվեց դասավանդվել դպրոցներում, իսկ հետո 90-ականների այդ առաջի տարիներին ելնելով բազում հանգամանքներից օբյեկտիվ, սուբյեկտիվ, ինքը պարզապես չկար 90-ականների վերջում ինքը հայտնվեց, թեև իմ կարծիքով իհարկե adekvat համարժեք, այսպես ասած, պատասխան կանգնած մարտահրավերներին եղած դասագրքերը եւ ինքը դասընթացը չէին տալիս, որը ունի մի քանի շերտ, որը սկսում է հենց հասարակական հումանիտար գիտությանից թվում է կարևորությունից, ի վերջո երբեմն երբ որ զրուցում են բնական, չգիտեմ, տեխնիկական, տեխնոլոգիական, մաթեմատիկական, հետո հասարակագիտական կամ հումանիտար հասարակագիտական գիտությունների մասին, իմ մոտ տպավորություն է երբեմն ստեղծվում, որ սա դեռ 19-րդ դարի վերջն է, երբ որ այդ բանավեճը խիստ գնաց, եւ գնահատականը, որը տվեցին մարդիկ, որ փորձեցին անդրադարձ կատարել, դա հայտնի ասենք մտածողներն էին, Վինդելբանդը, Ռիկերտը, Դիլթայը, հետո խոշոր փիլիսոփաներ, որ փորձեցին հասկանալ այդ տարբերությունը այդ երկու կարգի գիտությունների միջև, իհարկե գնահատականը բավականին խիստ էր, եւ այստեղից գնաց այդ դրոշմավորումը կարելի ասել, որ սրանք ստույգ գիտություններն են, սրանք ոչ ստույգ գիտություններն են։ Դրանից հետո 100 տարի անցել է,
100-ից ավել բավականին բաներ է փոխվել, խոսում են բնական հասարակական գիտությունների իդեալների մերձեցման մասին, բայց մեր մոտ ընդհանուր առմամբ այդ տպավորությունը, որ սա կիսագիտություն է, ցավոք սրտի չի վերացել, թեև իհարկե բոլորս էլ գիտակցում ենք, որ ի տարբերություն այլ գիտությունների, այս գիտությունները արժեքային ծանրաբեռնվածություն ունեն, գաղափարական ազդեցություն կա, որ իրա կարան ազդեն ազգային, չգիտեմ, այլ գործոններ։ Եթե կարելի է, պարոն Սարգսյան, ես մի նկատառում ունեմ, էլի, այս զրույցը շարունակելու տեսանկյունից, ասեմ ինչի, որովհետև հիմա հենց զրույցը գնում է ֆիզիկոսի եւ փաստորեն քաղաքագետի եւ փիլիսոփայի հետ եւ այդ առումով զրույցը շատ հետաքրքիր բնույթ է կրում։ Ես մի շատ հայտնի աստղագետի Յոսիֆ Շկլովսկու աշխատություն եմ կարդացել, որը վերաբերվում է մարդկության փակուղնային ճյուղին։ Ռուսերեն կոչվում է տուպիկովը ветвь человечества։ Շատ հետաքրքիր բան է։ Ուղղակի սա ռեզոնանսի մեջ է մտնում այն ամենի հետ, ինչ որ դուք ասում եք։ Ինքը բացի նրանից, որ զբաղվում էր աստղագիտությամբ, նա նաև ֆուտուրոլոգ էր, ապագայի մասին էր փորձում ինչ որ գաղափարներ ներկայացնի, եւ ինքը ասում էր ամենավտանգավոր պահը կգա այն պահին, երբ ուժեղ տեխնոլոգիզացված հասարակությունը ամբողջությամբ բարոյազուրկ սկզբունքներով կառաջնորդվի եւ դա միարժեք ինքնաոչնչացման կբերի։ Այ կարելի է ասել, որ հենց այդ կոնտեքստում նախ եւ առաջ մենք պետք է հաշվի առնենք, որ հասարակական գիտությունները ինչ որ առումով պետք է ձևավորեն այդ բարոյական ուղենիշները, որոնք անհրաժեշտ են մարդկությանը պարզապես փրկվելու համար։ Կրոնը իր դերն է խաղում անշուշտ, բայց իր հերթին նաև ինչ որ հումանիստական սկզբունքներ պետք է դաստիարակվեն մարդկանց մեջ։ Այդ տեսանկյունից երևի Այո, միանշանակ համաձայն եմ, ընդ որում բազում այլ հեղինակներ նաև այսօր այդ խնդրին անդրադառնում են, խոսքը գնում է եւ տեխնոլոգիզացիայի մասին, եւ մարդկային բանականության դրա հաշվին ավտոմատիզացիայի մասին, արհեստական ինտելեկտի հետ կապված այդ խնդիրներին, եւ իհարկե ֆուտուրոլոգիան կամ ապագայագիտությունը, այդպես ասենք, միանշանակ չի կարող ասել ինչպիսին կլինի այդ ապագան, բայց ամենայն դեպս որ խնդիրներ կլինեն, որոնք կլինեն արմատական, կլինեն էգզիստենցիալ թվում է մարդու համար, հասարակության, մարդկայինի պահպանման համար, դա միանշանակ է։ Եվ այդ առումով, երբ որ մենք երբեմն բանավիճում ենք սոցիալ-հումանիտար գիտությունների դերի մասին, ես միշտ նշում եմ, որ օրինակ չափանիշները, որոնք ներկայացվում են գիտություններին, դե պարզ է, մեր իրականությունում, ընդ որում ասեմ ձեզ, որ իհարկե կա նաև օբյեկտիվ հիմքեր, ինչու մեր մոտ սոցիալ-հումանիտար գիտություն ունի խնդիրներ, այսինքն իրոք կան բազում խնդիրներ, որոնք ժամանակին չեն լուծվել, եւ իրոք չի ասում, որ մեր սոցիալ-հումանիտար միտքը տարբեր ոլորտներում փայլատակում է, բայց դա չի նշանակում, որ չպիտի այն զարգացվի, այսինքն հատուկ ծրագրային մոտեցում է պետք։ Ամբողջ բանը այն է, որ ի տարբերություն, լավ է, վատ է, չգիտեմ, բնական գիտություններում, մաթեմատիկական, տեխնիկական, տեխնոլոգիական չափանիշները, ասենք, բարձր օրինակ ինդեքսավորում ունեցող ամսագրերում հրապարակվել եւ այլն, եւ ելք դեպի պրակտիկա, այսինքն ինչքան է այդ գիտական նվաճումը, գիտություն իր ձեռքբերումներով նպաստում կիրառելի են տեխնոլոգիայում առումով, տնտեսության նաև առումով եւ այլն եւ այլն։ Պարոն Սարգսյան, բայց այստեղ մի հարց եկեք։ Այն հարցին թե պատասխանեմ, եթե կարելի է, որտեղ այստեղ կա շատ լուրջ խնդիր։ Այստեղ էլ օբյեկտը դա մարդն է, հասարակությունն է։ Դեռ ժամանակին Կոնտ, Օգյուստ Կոնտը, իհարկե Կոնտը գուցե շատեր ընդունում չեն ընդունում իր հայացքները, բայց նա դրած խնդիրներ համեմատելով ընդ որում ֆիզիկայի հետ 19-րդ դարի ու 40-ական թվականներն է, երբ որ ֆիզիկան գիտությունների գիտություն էր դառնում, այսինքն շատ արագ էր զարգանում եւ այդ պրակտիկ իր պոտենցիալը ոնց է կիրառվում եւ Կոնտի կարծիքով առաջընթաց է ապահովում։ Ինքը սոցիալ-հումանիտար գիտությունների իդեալ էր դնում, ասում էր այս սրանք էլ պիտի սրան մոտենան, բայց այդ դեպքում դու հասարակությունը եւ մարդու հետ պիտի աշխատես։ Դա գերկարևոր է, այդ դեպքերում ես միշտ ասում եմ, արդեն չի կարող միայն ինդեքսավորվող ամսագրում տպագրվելը համարի, որովհետեւ գերնպատակը սեփական հասարակության զարգացումն է։ Այն սկզբից որ ասացիք, այդ հասարակության քաղաքական,
քաղաքացիական եւ այլ մշակույթները ձևավորելն է, առանց որոնց սկզբունքորեն խնդիրածագում կարող է խնդիր ծագել այլ ոլորտներում, այդ դեպքում արդեն քաղաքական, պետական։ Անկեղծ ասած, ես հենց այդ հարցն էի ուզում տալ, ինչ որ առումով դուք ներածական միտքը արտահայտեցիք, այ կոնկրետ հայկական հասարակության պարագայում ինչպիսին է դերը եւ ինչպիսի կարևորագույն խնդիրների առջեւ ենք մենք կանգնած, որովհետեւ հաճախ են ասում, որ մեր ամենամեծ խնդրումը կայանում է նրանում, որ մեր քաղաքացիների մեծ մասը չեն գիտակցում ինչ է ասած պետականություն եւ պետություն։ Այ այդ առումով։ Միանշանակ ես դա շատ վաղուց եմ արդեն ասում, ամբողջ խնդիրը այն է, ես երբեմն մի քիչ գրեհկացնելով եմ նույնիսկ ասում, ուսանողների հետ որ զրուցում եմ, ասում եմ դպրոցում մեր աշակերտները բավականին լավ քիչ թե շատ լավ սովորում են, հասկանում են ինչը բջիջը, նրա կառուցվածքը, ֆիզիկական երևույթները, մոլեկուլը, նյութի կառուցվածքը։ Հենց գալի ասում են հասարակության եւ իրենց այդ հասարակությունում այստեղ գիտելիքները ցավոք սրտի շատ թերի են եւ իսկ բանը այն ձևով ինչպես մեր մոտ է դասը, այսինքն դեռ սոցիալ-հումանիտար կրթությունը փաստորեն հավաքվում է մեկ առարկայի շուրջ, որը հայոց պատմությունն է, որն մեկ էսպես է դասավանդվում, մեկ այնպես, կաղապարներ են փոխվում, բանավեճեր են սկսում, իսկ իրականում իհարկե առանց ինձ թվում է, բացի այս առարկան գուցե ավելի կարևոր պիտի լինի հասարակագիտական բլոկը, եւ վերջո դա մի առարկա չի, մի դիսցիպլին չի, դա հասարակական գիտություններն են, դա տնտեսագիտությունն է, իրավագիտությունն է, քաղաքագիտությունն է, սոցիոլոգիայի հիմունքներն են, սոցիալ-փիլիսոփայականն է, հոգևոր մշակույթի ձևերին վերաբերող գիտելիքն է եւ այդպես շարունակ։ Այսինքն, երբ որ սա դպրոցում անհամակարգ է մատուցվում, սկզբունքորեն մենք ունենք խնդիր, այսինքն մարդը դպրոցը ավարտելուց եթե լավ է սովորել, ընտիր գիտի սինուսը, ինչա տանգենսը, ինչա, չգիտեմ, քվանտի մասին գիտի, ինտեգրալը գիտի, բայց իրեն վերաբերող ֆունդամենտալ խնդիրները ոնց որ աչքաթող արվեն։ Ես դրա ինչ-որ փաստարկներ բերում եմ, ինչու է այդպես եղել, չգիտեմ, անդրադառնամ թե չէ, ոնց ասեք։ Բնականաբար անդրադարձ։ Օրինակ փաստարկներից մեկը մենք ելնեմ նրանից, ինչ որ մենք ենք զբաղվում ենք վերջին տարիներին ինքնության զարգացման, ինքնության ձևավորման, իդենտիկության, այսպես ասած, իդենտիկության կամ ինքնություն հայերեն թարգմանենք, այդ տրանսֆորմացիայի խնդիրներով, զարգացման խնդիրներով ամբողջ բանային էր, որ ժամանակին մեր մոտ, երբ որ այդ խնդիրները, այդ թվում ես անցել եմ, ասենք, փիլիսոփայական դպրոց, պաշտպանել եմ հայ միջնադարյան փիլիսոփայությունից, եւ հիմա հետ նայելով ես տեսնում եմ, որ մենք մի խոսույթի մեջ ենք կամ մի համակարգի, որ ես այսօր անվանում եմ կոնսերվացիայի համակարգ, այսինքն բոլորս համոզված ենք, որ հայկական ինքնությունը ինչ-որ մի կոնստանտ է, որ տրվել է եսիմ երբ ու տես մնում է։ Իրականում դա նորմալ չի, որովհետև ամեն ինչն է փոխվում, այդ թվում ինքնության տրանսֆորմացիան, ձևափոխումը կամ փոխակերպումը։ Այս պահին մենք իրականացնում ենք մի պրոյեկտ, որը Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն մեզ օգնում է, ֆինանսավորում է, որը քաղաքագիտական տեսանկյունն է, փոխակերպվող ինքնությունները իբրև քաղաքագիտական հետազոտության օբյեկտ հարավային Կովկաս փակագծում, այսինքն մեզ հետաքրքրում է Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, այս հատկապես վերջին տարիների, անկախության տարիների այդ ձևափոխման գործընթացներն ենք փորձում ուսումնասիրել, այ մեր մոտ խնդիրներից մեկը ինձ թվում է այդ կոնսերվացված մտածողությունն էր, հայկական ինքնության հետ կապված, որը ես պայմանական գուցե հետագայում կընդունի գիտական հանրությունը, գուցե ուրիշ տերմին կդնի տեղը, ես անվանում եմ մշակութային դավանաբանական մոդել։ Դա պայմանավորված է ինչ-որ կարծրատիպերով, որոնցից չեն կարողանում հրաժարվել, թե ինչ-որ այլ պատճառ կա։ Թե այն հանգամանքը, որ մենք պաշարված ամրոց ենք միշտ մեզ համարել եւ այդ դեպքում այդ կոնսերվացիան ինքն իրեն տեղի է։ Դա ունի օբյեկտիվ հիմքեր, բայց նաեւ կան սուբյեկտիվ իհարկե գործոններ։ Օբյեկտիվ դա այն է, այսինքն մի մոդել է ձևավորվել իմ կարծիքով վաղ միջնադարում, որը մեզ թույլ է տվել պահպանել այսպես կոչված ազգային ինքնությունը, նաև առանց պետականության, նաև սփյուռքային ցանցի միջոցով,
որը այդ իմաստով իհարկե ունիկալ մոդել է։ Դե այդ պաշարված ամրոց ասելով փոխաբերական իմաստով ես դա նկատում։ Գալիս են ինչ-որ դարեր, որտեղ այս մոդելը արդեն սկսում էր չաշխատել, օրինակ ես համարում եմ 15-16-րդ դարից դեպի 19-րդ դար, այս դարերը մոդելը սկսում է այդքան չաշխատել, հատկապես համայնքներում, եթե մենք գիտենք, մեր մեծ մասը համայնքների դրա համար օրինակ արևմտաեվրոպական եւ ոչ միայն, պարզապես վերացան, ձուլվեցին, հետո գալիս է 19-րդ դարի վերջի այդ ազգային ազատագրական մտքի, ես դա անվանում եմ ռաֆու մոդել, հետաքրքիր որ ԽՍՀՄ-ը մասամբ այդ մոդելը սկզբից ջարդեց, հետո վերականգնեց, ԽՍՀՄ-ում ամեն մեկին կոպիտ ասած ազգերի կերպար էին ստեղծում, որը մասամբ պատրիոտիկ էր, որտեղ այդ սերունդներ ընդհանրեն Ղարաբաղյան շարժում եւ այլն, մյուս կողմից ինքը նաեւ փորձում էր համադրվել, այսպես ասած, վերազգային խորհրդային մտածողության կամ գաղափարախոսության հետ։ Ամենայն դեպս այն փաստը, որ մենք դարեր շարունակ այն ինչ որ այսօր բառի բուն իմաստով արևմտյան լեքսիկոնով կանվանենք ազգային պետություն, մենք չենք ունեցել, այս մոդելը աշխատել է, կարծրացել է, մտել է, եւ որը ամրացվել է եւ հայ մշակութային գործիչների կողմից, հատկապես գրողների, պատմավեպերի, եւ մասամբ հետո ԽՍՀՄ-ում, թեև ԽՍՀՄ-ը տենց մի քիչ բալանս է։ Պարոն Սարգսյան, իսկ կարելի է ասել, որ այսօր արդեն իսկ այդ մոդելը սկսում է խանգարել մեր պետության կայացմանը, այ ներկա իրավիճակում, այ այս նոր իրականության մեջ։ Որովհետև հաճախ են ասում, որ այդ հին, այսպես ասած, վախերը եւ սկզբունքները էապես անդրադառնում են պետության ապագայի վրա։ Եթե քաղաքագիտական տեսանկյունից մոտենանք։ Եվ քաղաքագիտական տեսակետից եթե մոտենում ենք այսպես կոչված կոնստրուկտիվիստական մեթոդաբանություն, որը դիտարկում է process-ները իբրև պրոյեկտների իրականացում, ես դեմ եմ իհարկե ծայրահեղացման, այսինքն ստացվում է շատ արհեստական, ոնց կուզես, ինչ կուզես կհավաքես, ումից ուզես, գիտենք արևմտյան գրականության մեջ կա ծայրահեղ կոնստրուկտիվիզմի դրսևորումը, ըստ որի ամեն մի ազգ դա պրոյեկտ է, որը կերտում է ու անընդհատ է կերտում, մի օր չի կերտես բրծավ, այլ անընդհատ կերտում է ազգը, այդ ազգակերտման գործընթացը անընդհատ process է, եւ արևմտաեվրոպական հասարակությունների ազգերի համար իրոք աշխատում է մոդելը։ Մեր տիպի հասարակություններում իհարկե մի քիչ պիտի վերապահումներ անենք, մենք դրա համար հաճախ օրինակ կիրառում ենք մի հասկացություն, որը մի քիչ ավելի մեղմ կոնստրուկտիվիզմ է, ոչ թե անվանում ենք ազգակերտում կամ ազգակերտման քաղաքականություն, այլ ինքնության քաղաքականություն, երբ որ պետությունը կենտրոնանալով, հաշվի առնելով, հասկանալով ավանդույթը, հիմքը, ավանդապաշտությունը ի վերջո պետք է լինի։ Փորձում է դրա հիման վրա աշխատել։ Ու կա երկու ծայրահեղություն, մեկը երբ որ կարծրանում ես ու ոչինչ զարգացումը մենք դա օրինակ մեր համայնքներին դա փրկել է, Իրանահայ համայնքն ենք բերում, 350 տարի այդ համայնքը փակ, այսպես ասած, մոդելով, ես դա գետտոյի մոդել եմ երբեմն անվանում, մի կողմից պահպանում ես քեզ, բայց մյուս կողմից հատկապես այսօրվա աշխարհում այն արմատական ուղիներից զարգացման դու ոնց որ հեռանում ես։ Մյուս ծայրահեղությունը, երբ որ դու էսի դեն ես նետում, լրիվ քանդում ես, ու ասում ես կարելի է նստել ազգ նոր կերտել, սա նորից խնդիր է, այսինքն դեկոնստրուկցիա է տեղ ունենում, իմ կարծիքով պիտի լինի ռեկոնստրուկցիա, այսինքն այդ երկուսի համադրման։ Ավելին, ես համարում եմ, որ այդ համադրման մոդելը, որ պիտի լինի հիմքում, մեր պատմական ունեցել ենք, օրինակ նույն քրիստոնեության ընդունումը, չէ՞ որ դա օտար գաղափարախոսություն էր, մերը չէր։ Եվ ես պատկերացնում եմ, ցավոտ է եղել այդ process-ը առաջի տասնամյակներում ընդունելու, մարդկային գիտակցության մեջ նստեցնելու, բայց արդյունքում մի 150-200 տարվա մեջ մենք ունեցանք շատ հետաքրքիր համադրում, որտեղ պահպանվում է ազգային լեզուն եւ այլն, բայց դրա վրա նստեցվում է քրիստոնեական արժանամակարգը, դրանից հետո էլ մի հատ այդ արժանամակարգի վրա չես կարող փոփոխություն անես, ինքը վերազգային է, բայց ինստիտուտը կարաս ազգայնացնես եւ հայ եկեղեցին դառնալով ինքնուրույն եկեղեցի բավական երկար ու գուցե հենց պրոյեկտի իրականացման դարձավ ազգային եկեղեցի, ծես ազգային դարձավ հայերեն լեզվով գրականությունը։ Շատ հաճախ հայերը իրենց ինքնությունը նախ եւ առաջ քրիստոնեական գործոնով են արտադրում։ Դրանից հետո դրան են։ Բայց այստեղ մի հարց ես ձեզ տամ, պարոն Սարգսյան, որովհետեւ այդ հարցը ինձ վաղուց է շատ հետաքրքրել։ Մի քանի տարի առաջ, ասենք ասենք, մահմեդություն ընդունած հայերի մի խումբ են այցելել Հայաստան եւ եղել է հանդիպում մեր հոգեորական վերին դասի հետ,
Ես չգիտեմ որքանով դա հստակ է, բայց ինձ ինֆորմացիա է հասել, որ նրանք փորձել են ասել, որ ընդունեք մեզ ինչպես հայերի եւ ոչ այդքան էլ դրական են վերաբերվել այդ հանգամանքին։ Անկեղծ ասած ես չգիտեմ որքանով դա ճիշտ է կամ սխալ, բայց օրինակ կան ազգեր, որտեղ որ միևնույն ազգությամբ մարդիկ եւ մահմեդական են եւ քրիստոնյաներ են։ Օրինակ շատ վառ օրինակ են օսերը։ Հյուսային Օսետիան եւ Հարավային Օսետիան։ Եվ ոնց որ թե այնտեղ որևիցե կոնֆլիկտ եւ հակադրություն չկա։ Այս հանգամանքը հաշվի առնելով արդյոք չարժե մտածել նրա մասին, որ իրականում հայության քանակը շատ ավելի մեծ է եւ միգուցե պետք է նաեւ այդ հատվածի հետ ինչ որ հարաբերություններ սկսել ձևավորել։ Միանշանակ այստեղ բայց սա կապված է նախորդի հետ։ Կարծրատիպերի, նաև կարծրատիպեր, այսինքն, նայեք, երբեմն փակ շրջան է ստացվում, շատ երկար մենք դնում ենք մի հարց, այսօր դնում ենք հարց, ով ենք մենք։ Ինքնության ճանաչողությունը քո դեպքում, եթե քեզ դա ռեֆլեքսիա է, անդրադարձ է, դա ինքնաճանաչողություն է, որը խիստ կարևոր է մեզ համարում, ընդ որում բավականին օբյեկտիվ դիրքերից, լավ, վատ, ինչ-որ գծեր, որոնք պիտի փոխվեն առանձնացնելով։ Մենք ով ենք մենք միշտ բացատրում ենք պատմական, չէ՞։ Պարզ է, բնական է, որ ինչ եղել ես կամ ով ես եղել, այդ է որոշումը ով ես դու։ Այդ ամբողջ բանը ես էլ դա բավականին երկար զբաղվելով հետագայում եկա այդ դրան, որ այն երրորդ հարցը ցավոք սրտի, որ պիտի լինի, բացի ով ենք մենք եղել եւ ով ենք մենք, երրորդ հարցը իսկ ով ենք ուզում լինել եւ ինչ ռեսուրս ունենք լինելու համար։ Այս հարցը մեր իրականություն հաճախ չի դրվել։ Քանի չունենք պետականություն, ասում ենք պետություն ենք ուզում։ Հիմա երբ որ ունենք պետականություն, իսկ ինչ ենք ուզում։ Ուր ենք գնում, անվանում եմ, այո, ուր ենք գնում, ամբիցիաները ապագայի անվանում եմ, դրանք շատ կարևոր են, որովհետև դա երբեմն բերում է, որ դու վերընթերցում ես քո պատմությունն, որովհետև պատմությունը, պատմական հիշողությունը, չեմ ուզում շատ սուբյեկտիվացնեմ, դա սելեկտիվ երևույթ է ի վերջո, ինչ որ բան մի ձև է գնահատվում, մի բան պահվում է, մի բան դուրս է մնում, մի բան բացասական է գնահատվում, մի բան դրական։ Իսկ չի կարելի ասել, որ գոնե 1-2 շատ կարևոր եւ ինչ որ առումով ամբիցիոզ ծրագրեր է պետք։ Դե դրա մասին դնել եւ առաջ տանել։ Խորհրդային միության մասին երբ խոսում են, երբ այդ պայմանաձև զարգացումը եղավ խորհրդային միության, դա պայմանավորված էր երկու հզորագույն ծրագրերով՝ միջուկային ծրագիրը եւ հրթիռային ծրագիրը։ Ենթադրվում է, որ այդ երկու գլոբալ ծրագրերի շուրջ եւ տնտեսությունը զարգացավ եւ հասարակությունը ստացավ շատ կտրուկ կրթական ցենզի աճ, որովհետև մեծ քանակի մասնագետներ էին պետք եւ հասկանալի էր, որ դուք գիտեք թե չէ, որ Քենեդին հատուկ հրաման էր տվել մի հատ հասկանալ, թե որն է պատճառը, որ պատերազմից ընդամենը 12 տարի հետո խորհրդային միությունը տիեզերք բարձրացավ եւ հասկացան, որ դա հետևանքներն էր, որ դպրոցը էապես փոխվել էր։ Այն 1-2 այդպիսի կարևոր եւ ամբիցիոզ ծրագրեր մեր առջեւ եթե դնենք, դա չի բերի կոնսոլիդացիայի բավականին։ Միանշանակ համաձայն եմ, թեև ես մի քիչ ավելի լայն երևի դիտարկեի, ցանկացած զարգացում ենթադրում է ինչ-որ մի հմայիչ, այսպես ասած, ճակերտներով պրոյեկտ է ենթադրում, իսպանացի հայտնի փիլիսոփա, մտածող կա 20-րդ դարի առաջի կեսի Խոսե Օրտեգայի Գասսետը, երբ որ նա վերլուծում է, ենթադրենք, իսպանական ազգի կայացումը եւ քննադատում է բասկերի բանի սեպարատիզմը, պատմական էլ գնում է Հռոմ եւ այլն, հին Հռոմ, նա ասում է, որ այս ազգերը, եվրոպական ազգերը, դրանք այ հմայիչ պրոյեկտի շուրջ են ձևավորվել։ Իր կարծիքով դա օրինակ 16-րդ դարն է, 15-ի վերջը, երբ որ Իզաբելլան, Արագոնը, Կաստիլիան, Ֆերդինանդը, Իզաբելլան ամուսնացան ու գնաց այդ աշխարհագրական նվաճումները ու բացվեց պրոյեկտը։ Հիմա ձեր ասածը տեղավորվում է, դուք կոնկրետ պրոյեկտի մասին եք խոսում, դրանք չեմ հիշում, ով մեկը հեղինակներից անվանում էր հանգուցային, այսպես ասած, ուզլավուե պրոյեկտը, որոնց շուրջ կարա ասենց արձագանքներով սկսի տարածվել։ Այո։ Դա իմ կարծիքով միանշանակ է ու դրանից գուցե պիտի սկսվի, թեև ես կուզեի, որ լիներ այնուամենայնիվ ավելի լայն պրոյեկտ ազգային պետական զարգացման,
Բայց սա խնդիր է, որտեղ ընդհանրում է համազգային կոնսենսուս, որը խնդիր է։ Ինչի շուրջ։ Երկար տարիներ մենք միավորվում ենք այն գաղափարի շուրջ, որ աշխարհը պետք է իմանա եւ հարգի հայոց ցեղասպանությունը։ Ու կային նարատիվներ։ Սա ինչ-որ գաղափար էր։ Հիմա կան մարդիկ համաձայն են այդ սկզբունքի հետ, կան մարդիկ համաձայն չեն, բայց դա ինչ-որ մի ցեմենտավորող գաղափար էր։ Հիմա ոնց որ թե նոր ինչ-որ մի գաղափար է պետք։ Պատումներ կային, նարատիվներ, առասպելացված մասամբ, որոնք հիմնական են ամրակներն, սկրեպներն են հայկական ինքնության, ընդ որում ես քանի որ մեր քաղաքացիական ինքնության այդ շերտը անկախացման տարիներին նպատակաուղղված չի զարգացել, տակից այդ բողոքային շարժումների միջոցով է զարգացել, որը առավել ակնառու դառավ 10-ական թվականներին, երբ որ քաղաքացիական հասարակության սպոնտան ինքնաբուխ պրոցեսներ են գնում։ Ես համարում եմ, որ ապագայի մոդելը համազգային պիտի լինի, բայց դրանից առաջ պետք է ինչ-որ նախ գիտական վերլուծություն այս ամենի պետք է։ Այս է ամբողջ խնդիրը։ Բոլորը ինքնություն բառը օգտագործում են ինքնության գիտական, ակադեմիական, adekvat, ոչ գաղափարականացված, ոչ էմոցիոնալ, ոչ դրսից պարտադրված հետազոտություններ օբյեկտիվ գրեթե չկան։ Այսինքն ինձ թվում է, այստեղ պիտի կարիք կա պետական պատվերի, որպեսզի գոնե հնարավոր ուժերը, որ կարող են աշխատել, ասենք 1-2 խումբ չէ, բավականին լայն, դա պիտի լինեն ոչ միայն քաղաքագետները, դա պիտի լինեն փիլիսոփաները, պատմաբանների այն մասը, որ զբաղվում է այսպիսի տեսական խնդիրներով, սոցիոլոգների իհարկե եւ այդպես շարունակ։ Այսինքն նպատակաուղղված ինչ-որ բան պիտի լինի, նախ փորձել հասկանալ, adekvat հասկանալ այդ տրանսֆորմացիաները եւ դրա հիման վրա փորձել գալ կոնսենսուսի։ Կան հարցեր, որոնց պիտի պատասխանվի։ Մենք պրոյեկտ ենք կառուցում ամբողջ հայության համար, թե սա Հայաստանի Հանրապետության համար։ Ժամանակին այս խնդիրները որ ես դնում եմ, ես դրել եմ այս խնդիրները դեռ 15-16 թվականին։ Երբ որ 16 թվականին ես ելույթ ունեցա մի համաժողովում մեր համալսարանում, այսպիսի անվանման ելույթ էր, այսպես էր անվանվում, ազգային ինքնության փոխակերպումը իբրև ազգային անվտանգության մարտահրավերներին պատասխանելու պայման մոտավորապես այս ձև։ Ասում են, ինչ ես խոսում, ինչ փոխակերպման մասին է խոսքը։ Ես խոսում եմ նրա մասին, որ կա լատենտ քողարկված այդ ճգնաժամը ինքնության, որը դեռ չի արտահայտվում, որովհետև քաղաքացիական ինքնության եւ ազգային այն հին մոդելի միջև կար որոշակի հակասություն կա։ Եվ իմ մոդելը, որ ես առաջարկել եմ ու առաջարկում եմ, դա համադրման մոդելն է։ Այսինքն մենք պիտի հասկանանք ավանդույթի ընկեսունակ մասը, որի վրա պիտի կառուցվի մեր ապագային միտվածը։ Տրանսֆորմացիա արվի դեպի այսօրվա։ Փոխակերպվի արդի աշխարհի զարգացման միտումների հետ դա զուգահեռ լինի եւ իհարկե մեր պետությանը։ Բայց հարցեր կա, որ պիտի պատասխանենք մինչև այդ։ Եվ ոչ թե գաղափարական, գաղափարախոսական դիրքերից, այլ ցանկալի է հենց գիտական լուրջ վերլուծության տեսակետից հասկանանք այդ համադրումը ինչի շնորհիվ է անել։ Այդ դեպքում մենք կարող ենք փորձենք այդ ապագայի մոդելը, դա մի մարդու բան չի, երկու մարդու բան չի, դա պիտի լինի շատ լուրջ էքսպերտային, ռազմավարական վերլուծության հիման վրա կայանա։ Շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար, պարոն Սարգսյան։ Հուսով եմ հաջողության կհասնենք այդ ուղղությամբ։ Հաջողություն։ Հաջողություն, ձեզ շնորհակալություն։